Սիրելիներս, ես կողքի սենյակում եմ գտնվում ու որոշել եմ ձեզ հետ միասին իմ եղունգները սարքեմ, այս տեսքն ունեն, մի քիչ այս հատվածներից իրանք առանձնացել են հենց եղունգից, այս տեսքն ունեն, լավ երկարել են ու մատեր կան, որ ցավում են, իրանք լավ պահպանվել են, նույն էլ սա, նայեք այս եմ ասում, որ առանձնացել է եղունգս ու պրոդուկտը իրարից, եթե այսպես թողնեմ ինքը կպոկվի, դրա համար ավելի լավ է ես հիմա անեմ, համ էլ լավ կլինի, որ արվի։ Եղունգներս ես արել էի Հայաստանում, եթե չգիտեք, 2 շաբաթից ավել հաստատ անցել է, երևի մոտ 3 շաբաթ ու նյութը որ շատ էր, եղունգներ կային, որ ցավում էին, բավականին է ինձ երկար ժամանակ տրվեց, որ նյութը ամբողջությամբ հանեմ մատերիցս, քանի որ շատ տեղեր էր առանձնացել, դրա համար ամբողջությամբ եմ հանում։ Ու այս ապարատով երևի 1 տարի այս ապարատը չէի օգտագործել, դրա համար ինձ թվում է դա էլ ազդեց, որ ավելի երկար աշխատեցի։ Ու ես փոշեկուլ չունեմ, դրա համար ամեն ինչը թռնում էր իմ վրա ու այդպես սաղ սենյակով մեկ։ Հուսամ մի օր հերթը դրան էլ կհասնի ու կգնեմ փոշեկուլ։ Ունեք փոշեկուլ, որն է լավը։ Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, որ գնելուց լավը գնեմ։ Սա ձեռքերս մաքրել եմ։ Ապրես, մաքուրա։ Հիմա մյուսը։ Ուժեղ արա, ապրես։ Բայց չէ, նստանդ մի կեղտոտի։ Նստան, ֆու, կեղտոտվեց, այս ակն է մաքրի, վсё։ Հետևի ակն է մաքրի։ Լավ, ես այսպես բռնեմ, դու մաքրի։ Որ հեշտ լինի։ Ապրես, հիմա այս մեկը։ Դե հիմա այս հետևինն է։ Դե մի ձեռ ձեռներով, պրոստը ակը մաքրի, ակը։ Բարև սիրելիներս, այս շաբաթ մի քիչ պասիվ շաբաթ եղավ, հիմա օրը ուրբաթ է, այսօր մի քիչ կնկարեմ, вообще որոշել էի առավոտվանից իմ օրը նկարեի, բայց չգիտեմ ինչ է կատարվում իմ հեռախոսի հետ, ուրեմն գիշերը 2-ին ճուտը սահավոր լացելով արթնանում է ու լացը չի հանգստանում, չեմ հասկանում խի է տենց լացում, հետո մի ձև մի քիչ հանգստացրեցի, էսա ուզում, հետո չի ուզում, մյուսն է ուզում, հետո էլի չի ուզում, մի խոսքով տենց մի հատ թատրոն էր գիշերը, հետո գիշերվանից հեռախոսս ես իմ կոդը հավաքում եմ, հեռախոսս կոդը, вообще համ Face ID-ով է, համ կոդով է, Face ID-ն չէր բացվում, կոդը հավաքում եմ, բերում եմ, որ 5 րոպե հետո կարամ փորձեմ։ Այտենց քնում եմ, առավոտն արթնանում եմ սովորաբանի նման, ուզում եմ հեռախոսիս կոդը բացեմ, կոդը հավաքում եմ, բերում եմ, որ ես չեմ կարող օգտագործեմ իմ հեռախոսը 15 րոպե հետո նոր կարող եմ իրավունք կունենամ փորձելու։ Ես կոդը հավաքում եմ, ինքը բերում է սխալ, բայց ես միշտ նույն կոդն եմ հավաքում, ինչ հեռախոսս ունեմ, այդ կոդն է։ Ու ես կոդեր չեմ փոխում ընդհանրապես, որովհետև մի անգամ արդեն տենց եղել էր, որ ընկերուհիս իմացել էր կոդս հեռախոսիս, բռնեցի, փոխեցի, գնացի տուն ու չէի հիշում կոդս, մի հատ է կոդ գցեցի հեռախոսս, այդ տենց տարել էինք, բացել էինք տվել, դրա համար դրանից հետո արդեն ես էլ հեռախոսի կոդ ընդհանրապես չեմ փոխում, տենց չգիտեմ, հուսանք էլ տենց խնդիր չի լինի մոտս, ամեն ինչ լավ կլինի, հիմա ոտով գնում եմ ապիտեք, իմ կեպին եմ դրել, ոտով գնում եմ ադեք, երեխեն տանը չի, իրա տատի, հորքուրի, տենց տարել են տեղ են տարել, ես եմ մտա լողացա ու որոշեցի դուրս գամ գնամ ադեք, հետո ամուսինս այնտեղ կգա, ինձ կվերցնի ու կգնանք չինական խանութ գնումների, ինձ մեկնաբանությանը գրել էին, որ փորձարկում նկարահանեմ ու կոնֆետների փորձարկում, կտեսնեմ այնտեղ ինչքան հետաքրքիր կոնֆետներ կլինեն, կգնեմ, բացի դրանից կփորձեմ, եթե հասցնենք էլի իհարկե ժամանակահերիքի, ավստրիական տենց ինչ որ
կոնֆետներ գնամ, բայց եթե անկեղծ կոնֆետները տենց ես քաղցրի սիրահար չեմ, ես ավելի շատ կծվի սիրահար եմ ու կծու էլ անպայման կփորձարկենք, որն է կծու եմ շատ ուզում, ես ինչքան ժամանակա բուլդակ եմ ուզում, տենց դա էլ կարնենք, հիմա գնամ ադեկ ոտքով, չեմ սպարվե, անգամ արևային գրեմ չեմ կսե, չգիտեմ, հա, շուկա հնարավոր չի սպարվել ու բացի հետ էլ որ սկսել եմ շատ ջուր խմել, արդեն ես աչքերիս տակի այտուցն անցնում է, որովհետև ջրի քանակն էլ կապ ունի այտուցվածության հետ, ես ահավոր քիչ էի ջուր խմում, մի խոսքով եղունգներս ես չգիտեմ ցույց ունենամ կադր թե չեմ ունենա կադր, իրոք խնդիրներ կա, մինչև նոր հեռախոս ինձ գնամ, այսինքն եղունգներս եմ սարքել, ես ինքս, իմ եղունգները նա հանեցի, որովհետև արդեն տենց ուզում էր կողքից թռնել, հետո այն մասը, այս կուտիկուլայի հատվածը տենց դուրս էր եկել ու ցավում էր, որովհետև շուտվանից չէի արել ու ոնց որ առաջ որ շատ էր, այսինքն արդեն աճել էր, ինքը ծանրություն ընկել էր այս հատվածի վրա ու ցավում էր եղունգներս, դրա համար որոշեցի հանեմ, որ չվնասեմ։ Այդպես գնանք միասին Չգիտեմ, ուղղակի այնքանավոր եմ գնում, տենց ինչ-որ բան կոնկրետ չկա գնելու, կմտնենք, կտեսնենք, կարող է հետաքրքիր ինչ-որ կոնֆետ կամ տենց մի բան գտնենք, դա կգնենք և վсё։ Ամուսինս եկավ, ես ադեկից գնումներս վերջացրեցինք, հիմա կգնանք դեպի քաղաք, որտեղ ազիական խանութը քաղաքում է գտնվում։ Հիմա կսարքենք Դակները ես կուտեմ սա ամուսինս ասա որ սա կծու չի ես իրան ասեցի որ ինքը 4-րդ դաշտանի կծություն ունի Սիրելիներս մենք վերադարձել ենք ու քանի որ ինձ մեկնաբանություն էին գրել քաղցրավենիք փորձարկեմ ես ճիշտ է սկզբում սիրուն դասավորել էի բայց ոնց կգնաս անջատես, կգնաս անջատի արի, որ ձենը չխանգարի։ Մի խոսքով, եկեք մի հատ ցույց տամ, թե ինչ եմ գնել։ Այսպիսի օրեո, մալինա, հապալաս, շատերիդ ինձ թվում է հայտնի Squid Game-ի այդ խաղը, առաջին եթերաշրջանի, երկրորդ, եթե չեմ սխալվում, երկրորդ խաղը։ Տեսնենք քանի հատ կա մեջը, չգիտեմ։ Այսպես ինչ-որ մի բան եմ առել, գները կասեն հենց ուտելու ընթացքում են ճապոնական, թե չինական, անկեղծ չգիտեմ, այդ փափուկ կեքսիկներն է, որ սենց ոնց որ օդ լինի, հա։ Red Bull, առաջին անգամ տեսա բալի ու սակուրայի համը, երբեք չեմ փորձել այս համը ու առաջին անգամ տեսա քրեմ սոդա flower, ինչ-որ ծաղիկային քրեմ սոդա պեպսի, իրոք առաջին անգամ տեսա ու եթե փորձել եք գրեք, այստեղ առանց շաքարի է 0.5 կիլոկալորիա 100 մլի մեջ, սա նույնպես էլի առանց շաքարի, որ հիմա տենց ակտիվ ֆուտբոլներ են, Հարիբոն հանելա, այդպես ֆուտբոլային գնդակներով լելուկներ, այստեղ, հետո կասես համով է, թե չէ, իստեղ, մի անգամից եկեք փորձենք, այս Հարիբոն գնել եմ ադեկից, այս է կտրոնը, վճարել եմ 14 եվրո 93 ցենտ, 14 եվրո 93 ցենտ և Հարիբոն 1 եվրո 29 ցենտ է, եվրո 20, ես կանան չկուտեմ, այսենց ուղղակի ինքը նույն իրա Հարիբոնը գնդակի ֆորմա ու այս հետևը ինձ ավելի մարշմելոյին նման, այս ջիքը, շատ ջիքը, հերիքը, ապի այս, բայց հերիքը, որ մնացածն է փորձենք, okay? Հերիքը
Որ մնացածն է փորձենք։ Համվա։ Հա։ Դե գնա կեր հանգիստ արի։ Դիսած մնաց։ Ինքը այդ արջուկների համը չունի, ձիքա, շատ կպչուն է, ատամ իսա կպե, չեմ կամ հանեմ։ Սենց ելակի համով թթու ինչ-որ մի բան եմ գնեմ, սա էլ եմ ադեկից գնեմ, եվրո 49 ցենտ, ես ինձ հետաքրքիր է, տեսնենք չքան է, ինչ թթվայնություն ունի, կեն ունի, Օ, ելակի հոտը ահա որ ուժեղ գալիս է։ Ինքը գրված է որ էքստրա թթու, բայց ինքը ոչ մի թթվայնություն չունի, ոնց որ ուղղակի ելակ այդտենց ինչ որ մի բան է։ Այդտենց թթու չի։ Ելակը ոնց որ թթվայնություն ունի, այդտենց թթվու մի բան է։ 1 եվրո 49 ցենտ, չգիտեմ, շատ քիմիական ինչ-որ բան է, հաստատ էսի լրիվ չեմ ուտելու, սրանից հետո էսի կշպրտում, երեխուն է չեմ տա անգամ փորձի։ Եկեք սա բացենք, ինձ որտև ինքը շատ է հետաքրքրում։ Ու այս սրա նման, ինքը ավելի շատ սնիկերսին նմանը սա ունի։ Կոս, վաֆլի, կարամել ու նաև ոնց որ ֆստուշկա կա մեջը, շոկոլադա պատված։ Կտեսնենք համովա, թե չէ, սա էլ եմ ադեգից առել, սա 1 եվրո 99 ցենտ էր, 3 հատա մեջը, 3 այսպես փոքր, չգիտեմ հետաքրքիր ինքված, բայց եկեք սա փորձենք, հիմա սա բացենք, խաղը 10 րոպեի համար է, դժվար խաղ է, Վաու, ինքը այսենց, օ, մեջը բան էլ կա, մեր ինչին է, մեջը որ ատամներին է մնում, նայեք ինչ են դրել, ուրեմն ատամի են թել փայտիկներից են դրել, որ ատամներից կպնի, ատամներից մաքրես, ուրեմն սրա մեջ, սաղի նկարը զոնտիկն է, Սաղի նկարը զոնտիկն է, բայց էսի օրինակ արդեն ջարդած է։ Էս ինչ է, էս չիպս է, ուղղակի չիպս է, ես մտածեցի այդ քաղցր բանն է, Просто ինչ-որ չիպս է, նու ավելի շատ կրիկեր է, աստղ կա, համ աղիա, համ քաղցրը, աստղ կա, զոնտիկը կա, քառակուսին կա ու եռանկյունին կար, վատը չի լավն է, ուղղակի ես ուրիշ բան էի ուզում Ինչ լավ է վերջում չթողեցին։ Մարգարինի համը շատ ուժեղ գալիս է։ Այս պեչինի։ Գնել եմ 3 եվրո, 2 եվրո 30 ցենտ։ Դրան 2 եվրո եմ տվել։ Սա գնել ենք, այսեն ջելիկներ են գնել։ Դեզը քիթը տտեց հավացեցի։ Անցավ։ Վասա։ Սա գնել ենք 3 եվրո 30 ցենտ, այս ժելեները։ Թեդիում ավելի մաչելի եմ տեսել։
Մյուս անգամ էլ Թեդիից կգնանք գնումներ կկատարենք, տենց հետաքրքիր, այնտեղ էլ բաներ կան, ընդամենը 1, 2, 3, 4 5 հատիկ ա մեջը, ոնց հատկացա մանգո, խաղող ու ելակ, 2 հատ խաղող, 2 հատ ելակ, մի հատ մանգո, անգամ էլ ջելեների հոտիկ ելակն ուտենք, եք ինչ էին, են տեսել եք? Սաղ սենյակս պետք է հավաքեմ ժելեից, եկես է փորձենք, ճուտիկս եկավ, իրավասան տվեցի, սենց, համավա, այս խաղողի է, մի ժամանակ սրանք շատ հայտնի էին, թրենդի մեջ էին, որ տենց կծում են ու ուտում են, կծեցինք, տեսանք ինչ եղավ, եկեք, քան ինքը տեղ խաղում է, մի հատ էսի ես մոքրեմ, ու այս Red Bull-ը փորձեմ, բրծավ, կցիս տեղ, մի հատ ենք փորձում, լավ, ամեն մեկից մի հատ, Red Bull-ի, չգիտեմ նոր թե բալ և սակուրա համնա, առանց շաքարի, էներգետիկ մի խմեք, ուղղակի, որ տեսա նոր համա, որոշեցի փորձեմ, իրա գույնը կարմիրա, մի հատ կյանք ամեն մեկից լավ, մի հատ ենք փորձում, սակուրայի համ չեմ առնում, այսքան ոնց բալի համն է շատ գալի, իսկ մի քիչ տարօրինակ համ կա, երևի հենց այդ համն է սակուրայինն է, վատը չի փորձելու համար հետաքրքիր համ է, 18 տարեկանից ցածր անձանց սա չի կարելի, հենց որ չխմեք, հղիներին չի կարելի, կյանք չես հիմա սպասի, մի վարկյան խորթում էլի տարիքս դե գրած էր, մի խոսքով էներգետիկա չի կարելի, մի խմեք լավ բան չի ինքը, ադեգում էլի, այս Red Bull-ն էլ եմ ադեգից գնե, եվրո Red Bull-ը 59 ցենտ էր, սա եվրո 69 ցենտ սա, այդքան էլ տենց քաղցրակեր չեմ ես, այսինքն ինչ-որ մի հատ ժելե է, պատված այս փոքր շարիկներով, ելակի համը, շատ հովա, վրայի շարիկներն են հավեսն են, որ ուտում ես, հետո բերանիդ մեջը սառում է, ինքս ծծվանություն ունեն, բայց շատ լավն է, թե սենց բան հանդիպեք, անպայման փորձեք, ընդեղ տարբեր համեր կար, բայց ես ելակն եմ սիրում, դրա համար ելակը վերցրեցի, շատ հավեսն է, շատ հետաքրքիր, եսի հաստատ կուտեմ, կվերջացնեմ, ինձ Թումաստեից մենակ եսի հլը, որ կուտեմ, Հարիբոն, ահա որ վատներ, ահա որ, ես չիրեմ խերն տենց հարետ Հարիբոն, էլի հետաքրքիր բան, չգիտեմ սենց օրեո կա Հայաստանում, Մալինա ու հապալաս, սա գնել եմ ազիական խանութից, 2 եվրո 30 ցենտ, տեսնենք մեջ ինչքան է, ու սենց փաթեթով էլ առաջին անգամ եմ տեսնում օրեոն, պտտացնում ես, բացում ես, ասում հա, դա սենց փոքր ես մեծ տուփի մեջ, 2 հատ փոքր օրեոներ են, երևի 4 հատ մեջը, ընդհանուր ինձ թվում է 8 հատ է, սենց շատ փոքր է,
Ես Օրեոյի սիրահար չեմ, Օրեո սիրահարը իմ քուրիկն է։ Ինձ թվում է օրիգինալը լավն է, քան այս վերջում է նախ այս իր կրեմի համը գալի ու հետո շատ քիմիական համն է գալի։ Խորհուրդ չեմ տալիս, ավելի լավ է եթե գնում եք օրիգինալը գնեք, ոչ թե սենց համով է։ Բայց այնտեղ մի հատ է մաչայով կար ու նենց նկարով այնքան սիրուն էր, սկզբում մտածեցի էդի վերցնեմ, հետո ասի լավ էսի երևի ավելի համով կլինի, որտեղ մաչան ասում են շատ դեպքերում ինչ որ ձկան համ է գալի։ Հետաքրքիր կլինի մի օր մաչա պատրաստել ու խմել։ Մի հատ է ջուր խմեմ։ Եկեք այս պեպսին փորձենք, կա հարց է Հայաստանում տեսել եք, ես դեռ չէի տեսել սենց պեպսի։ Դոժո չեմ է պատկերացնում ինչի համ ինքը կարա ունենա։ Անկե, սովորական պեպսի հոտնա գալի։ Պեպսի թույլ համն է գալիս, պեպսի իր համը մնացել է ու մի քիչ ուրիշ համ էլ կա։ Մի քիչ ծաղիկի համ է գալի, ինչ-որ ավելի քաղցր համ է գալի, բայց որ ասեմ տենց հետաքրքիր համ ունի, չունի, սովորական պեպսի է, մի քիչ փոխված համ է, ավելի ինքը քաղցր դարձած, ավելի մի քիչ տենց ծաղիկային համ։ Ես ավելի հետաքրքիր բան էի սպասում իրանից։ Կեսի համով կլինի, չկար ինչ-որ կլասիկ առանց համ, կար մանգո, կար ելակ, կար հապալաս, քանի որ ես այդքանի մեջից միշտ եթե ինչ-որ բան կա, ուրեմն ես նախընտրում եմ ելակը, դրա համար գնեցի ելակի համը։ Մենոք տենոք ինչ փոփ տեսք ունի, ոնց օմպիկ։ Վաու։ Wow. Այս ինձ են անում իրան։ Բայց հոտը այդքան է լավը չի։ Երևի ինձ թվում է վանիլին մեջը չեն օգտագործել, դրա համար ձվի հոտ է շատ գալիս։ Ու ելակի հոտն է զգացում։ Բայց նենց էլի տենց յոգորտային ելակի հոտ է։ Համով է ու շատ համով է, բայց ահավոր չոր է։ Ու իրան առանց ինչ-որ թեյի կամ պետքա պարտադիր ինչ-որ մի բանի հետ իրան ուտես, ինչ-որ սուրճի, թեյի, ջրի, մի բան պետքա լինի, որովհետև ահավոր չորացնում է բերանը, բայց շատ համով է։ Գուբկի նման հետ է գալի։ Տենում եք, չգիտեմ։ Քոյա։ 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 Քոկոյո։ 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 Քոկոդիլը։ Նա։ Չմովել։ Սա պապիցա։ Համովել։ Լասա համովել։ Համովել կյանք։ Լեքոն։ Չետ են բաներ չեն կան։ Հա։ Ձեն։ Վասա։ Եվ մեզ մոտ մնաց սա փորձարկելու անկեղծ արդեն էլ տենց տեղ չունեմ, ու տեղ որն է, համ տեղ չունեմ հաց էի կերեմ,
Համ շաքարի սպառնեցի։ Մեջը վաֆլի 2 շերտեր կան, ինչ-որ կրեմային, սպիտակ կրեմային հատված կա, սա պոպոկով և կոկոսի հատիկներով կրեմային է այս երկրորդ շերտը, այստեղ կարամելա էլի հատիկներով և շոկոլադա պատված, նաև ընկույզ կա մեջը։ Bounty Snickers-ի ինչ-որ տեսակ է։ Այս բատոնչիկը այսենց տեսք ունի, նա, իրեք ինչին նա նման, են որ կա է, Bounty-ի, որ սենց տարբերակը կա է, որ Bounty-ին չի ինքը, իրա պատենտն է, ու սենց բացովի տարբերակն է, համը դրան է շատ նման, վերջում նոր զգացվում է կարամելի համը, ինչ-որ պնդուկային այդպես հատված չի նկատվում, չի զգացվում ընդհանրապես։ Հետո նայեք իրա կտրված տեսքը։ Մամ, տեսքի։ Այսօր այսքանը, ընդհանուր մոտավորապես ծախսեցի 30 եվրո, չհաշված այնտեղ և բուլդակ բան էինք գնել ազիական խանութում, մոտավոր կարելի է հասպել 20 եվրո վճարեցի ես ամեն ինչի համար։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։